վերջերս չեք մտածում, որ բժշկական կենտրոնների տնօրենների մրցույթները մի փոքր տապալվել են մանավանդ մարզերում։ Օրինակ, վերջերս անցկացված մրցույթներից պարզ դարձավ, օրինակ Մասիսի բժշկական կենտրոնում շուրջ 1 տարի գործող ԺՊ-ն այդ ողջ ընթացքում իմանալով, որ 1 տարի ընթացքում պետք է մասնակցի մրցույթին, չէր տիրապետում անհրաժեշտ գիտելիքների նվազագույնին ու չկարողացավ հաղթահարել այդ մրցույթը եւ այս պահին դեռ ժամանակավոր պաշտոնակատար է մնում։ Եվ ընդհանրապես դուք նշում եք, որ բժշկական կենտրոնների տնօրենները կարող են լինել նաև ոչ բժիշկներ, չեք կարծում, որ օրինակ եթե բժշկական կենտրոնների տնօրենները չլինեն բժիշկներ, ավելի կտապալվի այս ոլորտը։ Լավ չհասկացա, թե ինչը տապալվեց Մասիսի բժշկական կենտրոնի մրցույթի ընթացքում, չէ, դրա համար եմ ուզում ասեմ, կոնկրետ հարցին պատասխանեմ, հետո ընդհանուր տապալման մասով անպայման կանդրադառնամ։ Տեսեք, մենք տնօրենների մրցույթներին վերաբերվում ենք շատ խիստ եւ հստակ։ Եվ անընդհատ փոխում ենք տնօրենների քննությունների ստանդարտները։ Եվ մեր կարծիքն է, որ հավակնել պետական բժշկական կենտրոնի ղեկավարումը բավական պատասխանատու գործ է եւ այո մասնակիցները պետք է այդ շեմը հաղթահարեն եւ մենք կտապալենք եթե նման շեմեր չսահմանենք եւ չպահանջենք այլ հակառակը պիտի պահանջը լինի հասարակության որ եթե շատ հեշտությամբ բոլոր տեղերում նշանակվեին ոչ մեկը մրցույթից չկտրվեր ստացվեր որ ես կարծում եմ տապալվել է մեր մրցույթային գործընթացը ամենևին Առաջիկայում նաև օրենքի փոփոխություն է նախատեսվում արդեն իսկ նախագիծը շրջանառության մեջ է այո մենք պիտի մի փոքր փոխենք փակ բաժնետիրական ընկերությունների կառավարման մոդելը եւ պիտի ունենանք հստակ բաժանում բուժական հատվածով պատասխանատուների եւ կառավարչական, ֆինանսական հատվածով պատասխանատուների։ Գիտեք, այո, երբեմն մենք ունենում ենք դեպքեր, երբ որ հիանալի բժիշկ մասնագետը չունի կառավարչական հմտություններ եւ դա ամենևին չի ենթադրում։ Եվ մեր նպատակն է, որ բոլոր առումներով ուժեղացնելով մենք հասնենք հաջողության։ Ես կարծում եմ մեր վերջին մրցույթների հենց նման խիստ ուրեմն անցկացումը մեր համակարգի նաև հաջողությունն է։